Բարև ձեզ, օրվա տեղեկատվությամբ առաջին եթերում դուք դիտում եք գլխավոր թողարկումը։ Այսօր ծրագրում Հայաստանի նախագահի գլխավորած պատվիրակությունը Ռումինիայում է։ Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է Եվրոպայի ժողովրդական կուսակցության համագումարին։ Հատուկ ռեպորտաժ Բուխարեստից։ Հայաստանի և Ռուսաստանի վերահսկիչ կառույցները կհամագործակցեն 2013-15 թվականների ծրագրով։ Երևանում է Ռուսաստանի Դաշնության աշվիչ պալատի նախագահ։ Հերթական բանակցությունները Պարտքի մարման շուրջ, Զվարթնոցը Արմավիայի չվերթները կսպասարկի մինչև վաղը առավոտ։ Նախընտրական կրքերը Միացյալ Նահանգներում թեժանում է, երկրորդ հեռուստաբանավեճում հաղթանակ է տոնել Բարակ Օբաման։ 10-օրյա ժամկետ կառավարության նոր կազմը ձևավորելու համար։ Սաակաշվիլին վարչապետի պաշտոնում ներկայացրել է վրացական երազանքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին։ Եվ այսպես աշխատանքային այցով Ռումինիայում է նախագահ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը։ Հայաստանի նախագահ, Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է Եվրոպայի ժողովրդական կուսակցության համագումարին, որի աշխատանքներին հետևում է նաև մեր նկարանող խումբը։ Բուխարեստից պատմում է Գևորգ Ալթունյանը։ Աննկարագրելի մեծության և ջոխության այս կառույցի շինարարությունը սկսվել է 1984 թվականին սոցիալիստական Ռումինիայի ղեկավար Նիկոլայ Չաուշեսկուի հրամանով։ Շինարարության ընթացքում օգտագործվել է 1 միլիոն քառակուսի մետր մարմար, 900,000 խորանարդ մետր փայտ, ընտիր ռումինական փայտ, 200,000 քառակուսի մետր գորգ, 3,500,000 կիլոգրամ բյուրեղապակի։ Աշխարհի խոշորագույն այս կառույցներից մեկում այսօր մեկնարկել է Եվրոպայի խոշորագույն քաղաքական կուսակցություններից մեկի Եվրոպայի ժողովրդական կուսակցության 21-րդ համագումարը։ Համագումարին, որը թվով 21-րդն է, մասնակցում են ԵԺԿ անդամ հանդիսացող ավելի քան 7 տասնյակ կուսակցությունների 1200 ներկայացուցիչներ աշխարհի շուրջ 40 երկրից, այդ թվում նաև պետությունների ղեկավարներ, վարչապետեր և կուսակցապետեր։ Բուխարեստում է նաև հայաստանյան պատվիրակությունը կազմված 3 քաղաքական ուժերի ներկայացուցիչներից։ Հիշեցնեմ, որ Հանրապետական, Օրինաց երկիր և Ժառանգություն կուսակցությունները ԵԺԿ դիտորդ անդամի կարգավիճակ ունեն։ Նշեմ, որ այդ կարգավիճակը Եվրամիության անդամ չհանդիսացող պետությունները ներկայացնող քաղաքական ուժերի համար հնարավոր ամենաբարձրն է։ Բուխարեստում է նաև Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը։ Օրինաց երկիրը ներկայացնում է կուսակցության փոխնախագահ Մհեր Շահագերդյանը, Ժառանգությունից մասնակցում են Զարուհի Փոստանջյանն ու Ստյոպա Սաֆարյանը։ Համագումարը տեղի ունենում Եվրոպայում արձանագրվող գլոբալ փոփոխությունների, մասնավորապես մի շարք պետությունների տնտեսական խորը ճգնաժամի ֆոնին, եւ այս առումով պատահական չէ, որ ԵԺԿ օրակարգում էր քաղաքական նոր այնպիսի պլատֆորմի ձևավորումը, որը համահունչ կլինի համաեվրոպական նոր իրողություններին։ Օրակարգում էր նաև կուսակցության նոր ղեկավարության ընտրությունը։ Ելույթներով հանդես եկան ԵԺԿ նախագահը, գլխավոր քարտուղարը և խմբակցության քարտուղարը։ Ելույթով հանդես եկավ նաև մեր երկրի ղեկավարը։ Սերժ Սարգսյանի ելույթի առանցքում Հայաստանի եվրաինտեգրման քաղաքական ուղղությունն էր, որի կարևոր բաղադրիչներից մեկն էր անդամակցությունն է Եվրոպայի ժողովրդական կուսակցությանը։ Հարգելի պարոն Մարտենս, հարգելի գործընկերներ, 9 ամիս առաջ Մարսելում ԵԺԿ նախորդ համաժողովը ողջունեց հայաստանյան 3 կուսակցությունների մուտքը ԵԺԿ մեծ ընտանիք։ Այսօր, որպես Հայաստանի Հանրապետության նախագահ և Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավար, պատիվ ունեմ առաջին անգամ պաշտոնապես դիմելու ԵԺԿ համաժողովին։ Շնորհակալ եմ բոլոր ներկաներին և հատկապես նախագահ Մարտենսին մեր անդամակցության գործում ցուցաբերած աջակցության համար։ Միաժամանակ շնորհակալություն եմ հայտնում նախագահ Բասեսկուին այս տարեկան հավաքը հյուրընկալելու և հրաշալի կազմակերպելու համար։ Օգտվելով առիթից ցանկանում եմ շնորհավորել Եվրոպական միության ղեկավարությանը և անդամ պետությունների քաղաքացիներին Նոբելյան խաղաղության մրցանակին արժանանալու առիթով։ Մրցանակի շնորհումը գնահատանքն է այն ավանդի, որ Եվրոպական միությունը ստանձնել է խաղաղության ամրապնդման և զարգացման գործում։ Հայ ժողովուրդը եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մասն է իր անցյալով, մշակույթով, ի վերջո իր ներկա նպատակադրումներով և իղձերով։ Հայաստանյան կուսակցությունների անդամակցությունը ԵԺԿ-ին բխում է մեր ընդհանուր քրիստոնեական ժառանգությունից, ինչպես նաև հիմնարար ազատությունների, ժողովրդավարության և մարդու իրավունքների սկզբունքներին համատեղ հանձնառությունից։ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը դարձել է եվրոպական ինքնության
վերարժևորման կարևորագույն օղակներից մեկը։ Հետևաբար մենք դիտարկում ենք մեր անդամակցությունը ԵԺԿ-ին որպես Եվրոպայի հետ ասոցացման գործընթացի կարևորագույն բաղադրիչ։ Մեր քաղաքական ընտանիքը եվրոպական ինտեգրման շարժիչ ուժն է, ինչպես նաև բարեփոխումների ջատագովն ու իրականացնողը։ Ուրախ եմ ընդգծելու, որ հատկապես արևելյան գործընկերության մեկնարկից հետո Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը զարգանում է վերընթացողիով, որակական եւ բովանդակային լուրջ առաջընթաց արձանագրելով համագործակցության բոլոր մակարդակներում։ Հայաստանն այսօր արևելյան գործընկերության առաջատարներից է եւ ասոցացման բանակցությունների եւ նախաձեռնված լայնածավալ բարեփոխումների առումով։ Մենք ողջունում ենք այս գագաթնաժողովի հռչակագիրը միասնական շուկայի վերաբերյալ, խորը եւ համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը ապագայում Հայաստանին նույնպես թույլ կտա օգտվելու միասնական շուկայի հնարավորություններից։ Հայաստանի կառավարությունը վերացրել է մուտքի արտոնագրեր ստանալու պահանջը Եվրամիության եւ Շենգենյան համաձայնագրի երկրների քաղաքացիների համար։ Հուսով ենք, որ ներկաները եւ ձեր երկրների այլ հազարավոր քաղաքացիներ կօգտվեն Հայաստան անխոչնդոտ այցելելու այս նոր հնարավորությունից։ Մենք ձեռնամուխ ենք եղել բարեփոխումների համապարփակ ծրագրի մշակմանը, որի արդյունքում կունենանք շատ ավելի արդյունավետ կառավարման համակարգ։ Այդ նպատակներն իրականացնելու համար Հայաստանը կարիք ունի շոշափելի ֆինանսական աջակցության։ Հենց այդ նպատակով ենք Եվրոպական հանձնաժողովի հետ համատեղ նախապատրաստում դոնորների համաժողով Հայաստանի համար։ Եվրոպական արժանապատվի անկյունաքարային բաղադրիչներից մեկը ժողովրդավարությունն է, քաղաքական եւ քաղաքացիական ազատությունները։ Նախագահ Սարգսյանը անդրադառնալով հաջորդ տարի մեր երկրում կայանալիք նախագահական ընտրություններին նշեց, որ Հայաստանի իշխանությունները հաստատակամ են ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու հարցում։ Հարգելի գոլեգաներ, մեր երկիրը պատրաստվում է հերթական նախագահական ընտրությունների։ Գարնանը Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները միջազգային դիտորդների կողմից որակվեցին որպես լավագույն անկախության հռչակումից ի վեր։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները հաստատակամ են գրանցված առաջընթացը դարձնելու հաստատուն միտում եւ առաջիկայում անցկացնելու ազատ, արդար, թափանցիկ եւ ժողովրդավարական նախագահական ընտրություններ։ Այդ նպատակով ձեռնարկվում են նախապատրաստական միջոցառումներ, հիմք ընդունելով ԵԱԿ-ԺՄԻԿ եզրակացություններն ու առաջարկությունները։ Ավելորդ եմ համարում նշել, որ այս անգամ եւս ակնկալում ենք միջազգային դիտորդների ակտիվ մասնակցություն։ Հարգելի տիկնակ եւ պարոնայք, Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգությունը եվրոպական անվտանգության անբաժանելի մասն է։ Մենք այլընտրանք չենք տեսնում փոխզիջումների հիման վրա ԵԱԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացին։ Վերջերս Եվրոպական միության անդամ երկրի կողմից արտահանձնված մարդասպանին հերոսացնելով Ադրբեջանը մարտահրավեր նետեց ողջ քաղաքակիրթ մարդկությանը, եւս մեկ անգամ ապացուցեց, որ այլատացությունն այդ երկրի պաշտոնական քաղաքականությունն է եւ անմիջական սպառնալիք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության համար։ Հարգելի գործընկերներ, ֆինանսատնտեսական ճգնաժամը լրջագույն սպառնալիք է ինչպես Եվրոպական միության երկրների, այնպես էլ գործընկեր պետությունների համար։ Նման մասշտաբի ճգնաժամը հնարավոր չէ հաղթահարել միայնակ։ ԵԺԿ այս տարվա գագաթնաժողովի խորագիրը չափազանց արդիական է։ Այս մարտահրավերի պատասխանն է ավելի շատ Եվրոպան, պատասխանն է ավելի համախմբված Եվրոպան եւ ավելի ամուր հանձնառությունը եվրոպական գաղափարներին ու համերաշխությանը։ Միայն նման Եվրոպան կարողանա հաղթահարել ներկա ֆինանսատնտեսական ճգնաժամը եւ նոր հնարավորություններ բացել մեր հասարակությունների բարեկեցության համար։ Շնորհակալ եմ ուշադրության համար։
Եվրոպական ընտանիքը վերջին շրջանում տնտեսական եւ քաղաքական փորձությունների է ենթարկվում։ ԵԺԿ համագումարի առջև խնդիր է դրված հստակեցնել դիրքորոշումները այդ փորձություններին դիմագրավելու հարցում։ Հայաստանի համար այս process-ը նույնպես կարևոր է, քանի որ մեր երկրի քաղաքական օրակարգում կարևորագույն ուղղություններից մեկը եվրոինտեգրումն է, եւ մեր երկրի քայլերն այդ ուղղությամբ վստահ են եւ հաստատակամ։ Գևորգ Ալթունյան, Արման Ղարիբյան, Առաջին լրատվական, Բուխարեստ։ Աշխատանքային այցով Երևանում է Ռուսաստանի Դաշնության հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեփաշինն ու Իշխան Զաքարյանն այսօր մասնակցել են երկու երկրների վերահսկիչ կառույցների խորհուրդների համատեղ նիստին, որտեղ ստորագրվել է 2013-15 թվականների համագործակցության փաստաթուղթը։ Այսօրվա նիստում հաստատվել է նաև Հայաստանի եւ Ռուսաստանի պարենային ապրանքների ներմուծման եւ արտահանման կարգավորման հարցերի համատեղ վերահսկողության արդյունքները։ Բյուջետային հաջորդ տարին սկսվելուն պես մեր երկրի վերահսկիչ պալատը կանցնի վերահսկողության նոր մեթոդի կիրառմանը։ Խոսքը մասնավորապես վերաբերում է օպերատիվ հսկողության նոր եղանակներին, որոնք յուրացնել հայ մասնագետներին կօգնեն ռուս գործընկերները։ Աշխատանքային այցով Երևանում գտնվող Ռուսաստանի հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեփաշինը համարում է, որ Հայաստանի վերահսկիչ պալատն ունի բավարար փորձ ու մասնագիտական ներուժ բյուջետային միջոցների օգտագործման առավել օպերատիվ ստուգումներ իրականացնելու համար։ Օպերատիվ հսկողությունը թույլ է տալիս արագ արձագանքել բյուջետային միջոցների ոչ արդյունավետ օգտագործմանը։ Հայաստանի մեր գործընկերոջ հետ մենք իսկապես աշխատում ենք որպես մեկ թիմ, չունենք տարաձայնություններ, խոչընդոտներ մեր համատեղ աշխատանքում։ Շատ արդյունավետ եմ գնահատում նաև մեր գործակցությունը միջազգային հարթակներում։ Մենք բարբերաբար իրականացնում ենք մասնագետների վերապատրաստում։ Փորձի փոխանակման այդպիսի երկու մեծ սեմինարներ արդեն պայմանավորվել ենք անցկացնել նաև 2013 թվականին։ Հայաստանի եւ Ռուսաստանի վերահսկիչ կառույցների խորհուրդների համատեղ նիստում հաստատվեցին Հայաստան-Ռուսաստան պարենային ապրանքների ներմուծման եւ արտահանման կարգավորման հարցերի համատեղ վերահսկողության արդյունքները, ամփոփվեց 2010-12 թվականների ընթացքում կատարված աշխատանքն ու ստորագրվեց 2013-15 թվականների համագործակցության ծրագիրը։ Շատ կարևոր որոշումներ այսօր կայացվեցին, հատկապես Հայաստանին տրամադրված ռուսական վարկերը համատեղ դիստուգենք։ Հաջորդ ծրագրով եւ նաեւ որ շատ կարեւոր է պարենային ապրանքների անվտանգության խնդիրները էլի մնան մեր ուշադրության կենտրոնում։ Գործակցության նոր ծրագրով նախատեսվում է իրականացնել մի շարք վերահսկողական միջոցառումներ, ինչպես նաև փորձի եւ տեղեկատվության փոխանակման ուղղված համատեղ այլ աշխատանքներ։ Ռուսաստանի հաշվիչ պալատի օրենքը բավականին հիմա փոփոխվելու է, այսինքն ավելի ուժեղացվելու, խստացվելու է, այն առումով, որ արդեն ավելի շատ լիազորություններ են ունենալու եւ այս առումով մենք պայմանավորվել ենք, որ մեզ մոտ նույնպես մենք պիտի այդ առումով փորձենք որոշակի ուղղություններ շտկումներ լցնել եւ ռուսական կողմը համաձայնել է, որպեսզի այս հարցում մեզ լավ խորհրդատվություն տրամադրի։ Վերահսկիչ պալատի լիազորություններն էլ ավելի ընդլայնման միտված փաստաթղթի քննարկումները խորհրդանական խմբակցությունների հետ կսկսվեն հաջորդ շաբաթվանից եւ օրենքով սահմանված կարգով այն կներկայացվի օրենսդիր մարմնի հաստատմանը։ Իշխան Զաքարյանը նաեւ նշեց, որ օպերատիվ հսկողության նոր մեթոդիկա ենթադրող ծրագրի հաստատումը չի նշանակի, որ կառույցի մասնագետներն ամեն օր այցելելու են բյուջետային հիմնարկներ։ Նրա խոսքով դա ընդհանրապես հսկողության առավել արագ արձագանքման մոտեցում է, իսկ ընտրվելու են առավել ռիսկային ծրագրերը, որոնք եւ ենթարկվելու են մասնագետների հսկողությանը։ Սերգեյ Ստեփաշինի գլխավորած պատվիրակությունը եղավ նաև Ծիծեռնակաբերդում, հարգանքի տուրք մատուցեց հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին։ Լուսինե Մկրտչյան, Արմեն Անդրեասյան, Առաջին լրատվական։ Մոսկվայում է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի գլխավորած պատվիրակությունը։ Ռուսաստանի իր պաշտոնակցի հետ հանդիպումից հետո Արտուր Բաղդասարյանն ու Նիկոլայ Պատրուշևը ստորագրել են բանակցությունները անփոփոխ արձանագրություն, որի տեքստում հաստատվել է երկկողմ հետաքրքրություն կապված Հայաստանում Ռուսաստանի Դաշնության սահմանների բարեկարգման դաշնային գործակալության բացման հետ։ Անվտանգության խորհուրդների քարտուղարների համոզմամբ Ռոսգրանիցայի գործունեությունը Հայաստանում թույլ կտա ավելի արդյունավետ կատարել հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմանային ուղեկալների արդիականացման եւ վերազինման աշխատանքները։ Արտուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում այցի շրջանակներում կայացել է Ռուսաստանի եւ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարների հանդիպումը։ Ստորագրվել է հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնի ստեղծման մտադրության մասին արձանագրություն։ Համատեղ կենտրոնի ստեղծման աշխատանքները կազմակերպելու նպատակով ձևավորվել է նաև աշխատանքային խումբ։ Հանդիպմանը ռուս նախարարը նաև շնորհակալություն է հայտնել իր այ գործընկերոջ 2010 թվականին Ռուսաստանի տարածքում բռնկված հրդեհները հանգեցնելու գործում ցուցաբերած օգնության համար։ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը շնորհավորել է Հայաստանում Հունաստանի նորաշնորհ դեսպան Իոաննիս Տաղիսին պաշտոնի ստանձնման կապակցությամբ, համոզմունք հայտնելով, որ նրա
Պաշտոնավարման ընթացքում հայ-հունական ավանդական ջերմ եւ եղբայրական հարաբերությունները ել ավելի կամրապնդվեն։ Դեսպան Տաղիսը ավաստիացրել է, որ առավելագույն ջանքերը կգործադրի եղբայրական Հայաստանի հետ հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացման համար։ Զրույցի ժամանակ նշվել է, որ 2011 թվականին Հայաստանի նախագահի պետական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները եւ ստորագրված փաստաթղթերը կարևոր լիցք են հաղորդել միջպետական հարաբերություններին։ Զրույցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը։ Այս առումով գոհունակությամբ նշվել է, որ արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում Հայաստանն իր արձանագրած առաջընթացով գտնվում է առաջնային դիրքերում։ Նախարար Նալբանդյանը հավելել է նաև, որ ավարտին են մոտենում ասոցիացման համաձայնագրի շուրջ բանակցությունները, նախատեսում է, որ վաղը Բրյուսելում կնախաստորագրվի մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիրը, դինամիկ եւ կառուցողական կերպով առաջ գնում խորը եւ համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները։ Երևանում ընթացող հայկական բարեգործական ընդհանուր միության 87-րդ ընդհանուր համաժողովի մասնակիցներն այսօր այցելել են Հայոց ցեղասպանության հուշամալիր, հարգել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը, ծաղկեպսակ դրել հուշարձանին։ Ժողովի մասնակիցները նաև այցելել են Ցեղասպանության թանգարան ինստիտուտ։ Մեծ Եղեռնի հուշամալիրից նրանք մեկնել են միության նոր կենտրոնի շինհրապարակ։ Մելիք Ադամյան փողոցում վերակառուցում է դեռևս 1906 թվականին Երևանի կենտրոնում կառուցված ազգային ժողովի շենքը։ Շին աշխատանքների ընթացքին հետևել են նաև ամենայն հայոց կաթողիկոսն ու Երևանի քաղաքապետային կողմից այն աջակցությունը եւ այն անելիքը, որը լինելու է, մենք մեր